Նախարար, բազմաթիվ հարցեր ունեմ, բայց սկսեմ մի ուրիշ կարևոր հարցից։ 2 օր առաջ պաշտոնին հրաժեշտ տվեց Արամ Հովհաննիսյանը, ոստիկանապետ, ներքին գործերի նախարարի տեղակալ։ Արամ Հովհաննիսյանը գնաց միանալու ՊՊՑ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանին, Արգիշտի Քարամյանին, Սասուն Խաչատրյանին եւ հերթական օրինակը դարձավ այն պաշտոնյաների, այն ուժային կառույցների ղեկավարների, որոնք Հայաստանի Հանրապետությունում ծառայեցին ոչ թե Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ անձնապես Նիկոլ Փաշինյանին եւ հերթական անգամ դարձավ այն օրինակը, ինչպես ազգային ժողովում լսումների ժամանակ եմ ասել, այդ պաշտոնյաներին պրոպկի պես ամեն օր հանելու են։ Հիմա հարցս հետեւյալն է, հարցնում եմ որպես պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ։ Ինչ պատճառով է աշխատանքի ծառայությունից ազատվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանապետ գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, վստահ եմ դուք որպես նախարար տեղյակ կլինեք եւ պարտավոր եք հանձնաժողովի անդամներին նաեւ տեղեկացնել պատճառը, արդյոք ճիշտ են մամուլում եղած են տեղեկությունները, որ խնդիրը վերաբերվել է մամուլում եղած տեղեկություններին վարորդական վկայականների հետ կապված եւ նաեւ կուզեմ անդրադառնալ աննախադեպ մի դեպքի, որ երեք երբ որ ներկայացվել է ոստիկանությանը նոր նշանակված ոստիկանապետ պարոն Ղազարյանը, Արամ Հովհաննիսյանը անգամ դրան ներկա չէր, այդքան նեղացել են, որ այդքան ծառայեց, այդքան բռնություն կիրառեց քաղաքացիների նկատմամբ անցնող տարիներին։ Մի դեպքը մինչև հիմա Սարսուռով եմ հիշում Դեմիրճան փողոցում մի հատ 30 մետրանոց պատ կար, երբ որ ցուցարարին մտցնում էին ոստիկանների մեջ, քացով ծեծելով հասցնում էին մինչև ոստիկանական մեքենա։ Տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ այդ օրը ծեծի ենթարկվեցին, բռնության ենթարկվեցին, եղվեցին Արամ Հովհաննիսյանի անմիջական ցուցումով։ Սա մեկ, երկրորդը 3 հարցեր արդեն։ Այդ մի հարց է։ Այդ մեկն է։ Երկրորդը Բարեկային մեքենաների հետ կապված, կուզեմ, քանի որ նաև ներքին գործերի նախարարության շատ պաշտոնյաներ են, այստեղ վստահ տվյալներ կլինեն։ Բարեկային ծառայության մեքենաներից, սկսենք Շկոդա էր, չէ՞ սկզբից։ Քանի տոկոսն է, որ կանգնած է, քանի տոկոսն է, որ ընդհանրապես շրջանառությունից հարվել է կամ խոտանվել է։ Մյուսը ահազանգեր ունեմ, դրա համար ուզում եմ, որ նաև պաշտոնապես հստակեցնեք, արագացված կարգով են Արցախի Հանրապետության մեր հայրենակիցները անձնագիր ստանում։ Հիմա ահազանգեր ունեմ, որ նախորդ արագացված կարգի փոխարեն էլի 6 ամսվա ռեժիմ է մտցվել։ Արդյոք այդպես է թե ոչ։ Գիտեք, մի հարցում ուզում եմ շնորհակալություն հայտնել փրկարար ծառայողներին, ոստիկանության են բոլոր ծառայողներին, որ անցնող մի ամիսը 24 ժամ ռեժիմով անետացած փոքրիկի որոնման աշխատանքներն են։ Իրոք հատկապես փրկարար ծառայության աշխատողները ցանկացած գործում միշտ փայլում են։ Բայց նայեք, այս էլեկտրոմոբիլներ, Volvo-ներ, բան, այսքան թիթիզ ծախսերի մեջ մի հատ ես ուզում եմ ձեզ օրինակ մատնանշվել։ Աստված մի արասե այլևս կրկնի։ Այսօր Երևանը ծայրի ծայր բազմահարկ շենքերով է լցված։ Կոնկրետ դեպք գիտեմ։ Չկա մեկ հրշեջ մեքենա, որ կարողանա օրինակ 16 հարգանի շենքի չկա, դեպք 16 հարգանի շենքի վերին հարկացնի։ Այսքան այդ Volvo-ների ծախսերի մեջ լավ հնարավոր չէ ձեռք բերել մեկ հրշեջ մեքենով վերջինը ամեն անգամ այդ հարցնում եմ վերջը ներքին գործերի նախարարությունը ավտոբուսներ ձեռք բերեց կամ պետ գույքից փոխանցեցի հաջան Էլի հարցեր կան։ Լավ, այսքանը։ Շնորհակալություն նախ պարոն Մանուկյան բազմաշերտ հարցերի համար, որովհետև նախարարության գրեթե բոլոր ոլորտներին անդրադարձակ որպես այդպեսին։ Անդրադառնամ առաջին հարցադրմանը։ Պարոն Մանուկյան, նախ թույլ տվեք չհամաձայնել այն դիտարկման հետ, որ Հայաստանի Հանրապետությունում կա որևէ պաշտոնատար անձ, որը ծառայում է անձին, այլ ոչ օրենքին եւ կոնկրետ պաշտոնից բխող լիազորությունից բխող գործողություններ է կատարում։ Սա առաջինը։
Եվ ոստիկանության պետը, որը նաև համատեղում է իմ տեղակալի պաշտոնը, այդ պաշտոնատար անձանցից մեկն է, որը որ կատարում է իր պաշտոնից բխող հստակ գործառույթներ։ Ցանկացած դեպքում, եթե պաշտոնատար անձը կատարում է որևէ խախտում կամ, չգիտեմ, կա առերևույթ որևէ խախտման հանգամանք, որը կարող է մտահոգության տեղիք տալ, դա պիտի քննարկվի իրավաչափ process-ի շրջանակներում, որը որ կարող է լինել վարչական վարույթը, կարող է լինել կարգապահական պատասխանատվության սխեման եւ կարող է լինել քրեական վարույթը առհասարակ։ Հիմա ինչ վերաբերում է պարոն Հովհաննիսյանին, ասեմ, որ ներքին գործերի նախարարությունում իմ նշանակումից հետո կադրային տարբեր փոփոխություններ են եղել եւ կարծում եմ կադրային փոփոխությունները շատ բնական են եւ որևէ արհեստական բան կադրային փոփոխությունների մեջ չկա։ Եվ կադրային փոփոխությունները գալիս են ինչ որտեղ նաև օգնելու, որ մենք նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք այն հարցերին, որոնց որ տարիներ շարունակ կարող ենք մեկ այլ հայացքով նայել բնականորեն։ Եվ ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակներում է, որ կարիք կար ունենալու կադրային փոփոխություն, որը որ կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումները ել ավելի թարմ աչքով նայելու, ել ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու եւ գնալու առաջ։ Սա է եղել բացառապես պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը, պետք չի փնտրել ինտրիգներ, պետք չի փնտրել միջանձնային տարբեր հարցեր, պետք չի փնտրել այլ հիմնավորումներ, որոնք որ կարող էին ձեր պատկերացմամբ լինել պաշտոնից ազատման հիմքում։ Ցանկացած անձ հավերժ չէ, որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ եւ մի օր կարող է նշանակվել եւ հետագայում կարող է ազատվել տվյալ պաշտոնից կամ ազատվելուց հետո կարող է զբաղեցնել մեկ այլ պաշտոն։ Սա առաջինը եւ նորից անդրադառնալով մամուլի տեղեկություններին վստահաբար ես տեղյակ եմ, թե մամուլում ինչպիսի տեղեկություններ, ինչպիսի հիմնավորումներ են շրջանառվում, դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Հիմնավորումը ես արդեն իսկ նշեցի, որ պայմանավորված է բացառապես process-ները ել ավելի նոր եղանակով կազմակերպելու եւ ես այս տրամաբանության մեջ եմ նաեւ առաջարկել վարչապետին նշանակել իմ տեղակալի ոստիկանության պետի պաշտոնում արդեն նորանշանակ ոստիկանության պետին, որը եղել է համակարգի մաս, որը ժամանակ հետո վերադառնում է համակարգ եւ կարծում եմ վերադարձը դեպի համակարգ ոստիկանության բարեփոխումների ինտենսիվ իրականացման փուլում թույլ կտա հենց իմ նշած մոտեցումը իրականացնելու եւ ես նաեւ միջոցառման շրջանակներում դրան էլ անդրադարձա երեք, երբ որ պաշտոնապես ներկայացնում էի նաեւ նորանշանակ ոստիկանապետին, պարոն Հովհաննիսյանին բնականաբար եղել է պատշաճ կերպով ծանուցում միջոցառման իրականացման մասով, մենք հրավիրել ենք պարոն Հովհաննիսյանին մասնակցելու միջոցառմանը, բայց հարգելի պատճառով պարոն Հովհաննիսյանը իր փոխանցմամբ չի կարողացել մասնակցել այս ներկայացմանը, բայց ես կրկին թե պարոն Հովհաննիսյանի հետ կոմունիկացիայի շրջանակներում եւ թե նաեւ նորանշանակ պետի ներկայացման ժամանակ հստակ իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Հովհաննիսյանին 30 տարուց ավելի ոստիկանության համակարգում աշխատանքի համար, ներդրած ավանդի համար, որը որ միայն բարձր գնահատականի է արժանի եւ չներկայանալը կարծում եմ նորից ինչ որ մանիպուլատիվ հիմնավորումների տեղ է տալիս, որը որ որևէ հիմնավորում որպես այդպեսին չունի, նշեցի արդեն իսկ։ Բարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասով պարոն Մանուկյան, գիտեք, որ ընթացիկ մենք խնդիրներ ունեցել ենք որոշակի պարկի առումով, որովհետև ունեցել ենք վթարված մեքենաներ, այս պահի դրությամբ մենք ունենք ընդհանուր 698 տրանսպորտային միջոց բարեկային ծառայության ընդհանուր պարկից, որից ընդամենը 4-ն է, որ ամբողջովին խոտանված է, ունենք որոշակի տոկոսային հարաբերակցությամբ տրանսպորտային միջոցներ, որոնք գտնվում են վերասարքավորման, սարքավորման փուլում, բայց դրանք շատ մեծ տոկոս որպես այդպեսին չեն կազմում, եւ 67 էլեկտրոմոբիլները եւս պարկը համալրել են ընդհանուր թվակազմի մեջ դրանք եւս կան, եւ մենք զուգահեռ նաեւ վերապատրաստումներ ենք իրականացնում մեր աշխատակիցների համար, որ ել ավելի խնամքով, ել ավելի մեծ արդյունավետությամբ կարողանան տրանսպորտային միջոցների վարումը ապահովել այս առումով։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքացիության մասով ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, պարոն Մանուկյան, որ չկա նման բան։ Այսինքն այն խոստումը, որը որ մենք տվել ենք մեր հայրենակիցներին, որ ավելի սեմ ժամկետում է սպասարկումը լինելու, քան ստանդարտ ընթացակարգով քաղաքացիության շնորհման իրավիճակներ են, դա միանշանակ պահպանվում է։ Կարող են լինել տեխնիկական հարցեր, ստուգողական որոշակի process-ներ, որոնք հատուկեն դեպքերում կարող են ժամկետային որոշակի հարցեր առաջացնել, բայց սկզբունքային առումով մեզ մոտ ոչ մի բան չի փոխվել, եւ եթե կան մտահոգվող քաղաքացիներ, որոնք իրականում ունեն նմանատիպ տվյալներ, խնդրում եմ անպայմանորեն դա
փոխանցել ինձ, ասեմ նույնիսկ որ ծավալը հաշվի առնելով եւ նաեւ մեր հայրենակիցներին ավելի ընդառաջ գնալու տրամաբանության մեջ շրջիկ գրասենյակները ընդունում են միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքացիության շնորհման դիմումներ, այսինքն սա եւս խողովակ է, որ բացի ստանդարտ ստատիկ սպասարկման գրասենյակներից շրջիկ ծառայությունները եւս կարողանան ընդունել այս դիմումները։ Փրկարար ծառայության գույքի մասով ես ասեմ, որ այս պայդրությամբ էլ բյուջեով ունենք նախատեսված համապատասխան միջոցներ, որոնք որ մեզ թույլ պիտի տան գնել մի քանի արդեն հրշեջ փրկարարական մեքենաներ փրկարար ծառայության համար, այս տարվա բյուջեի մեջ արդենից նախատեսված է, ասեմ, որ ուղղակի բարդ է ընթանում նմանատիպ հատուկ տեխնիկայի ձեռքբերումը, որովհետև շատ հաճախ շուկան չի սպասարկում նմանատիպ մրցույթները Հայաստանի Հանրապետության կտրվածքով եւ մի շարք արդեն օտարերկրյա մատակարարներ են, որ հետաքրքրված են այս մրցույթներում, բայց ունենում ենք ժամկետների խնդիրներ, ունենում ենք նաև որոշակի process-ների խնդիրներ, բայց եւս մի անգամ հայտարարել ենք մրցույթը, որպեսզի կարողանանք առաջիկայում նոր գույք ձեռք բերել։ Հաջորդ տարվա պետական բյուջեի շրջանակներում եւս հայտ ներկայացնելու ենք նոր հրշեջ փրկարարական գույքի ձևավորման եւ նաև ունենք Եվրոպական միության գործընկերներից նախնական համաձայնություն, որ այս տարի կմեկնարկենք գնման գործընթաց 10 հրշեջ փրկարարական մեքենաների նաև իրենց օժանդակությամբ։ Նախար կոնկրետ մեքենայի մասին էր հարցնում, ինչքան հասկացա։ Դե գույքի մասով էր հարցում պարոն Մանուկյան։ Կոնկրետ։ Մեր նոր ձեռք բերելիք հրշեջ փրկարարական գույքը պիտի կարողանա հենց ձեր ասած մտահոգությունն արդեն փարատի պարոն Մանուկյան, բայց ասեմ, որ երբ որ մենք նաև տարբեր հրշեջ փրկարարական մեքենաների տեխնիկական առաջադրանքներ ենք նայում, չկա ինչ որ անծայրածիր սանդուղքներով կամ հնարավորություններ հրշեջ փրկարարական մեքենաներ։ Կա ավելի շատ քաղաքաշինական նաև ստանդարտի փոփոխման մոտեցում, երբ որ շենքերը այնպես են կառուցվում, որ միջհարկային տրամաբանության մեջ ունենում ենք զոնաներ, որոնք որ թույլ են տալիս փրկարարական աշխատանքն ավելի ճիշտ կազմակերպել։ Եվ այսպես շարունակամ հարկերի սահմանափակման հետ կապված որոշակի մոտեցումներ կան եւ այսպես շարունակ։ Այսինքն մենք երկու ուղղությամբ էլ դիտարկում ենք։ Գնենք արդիական թարմ հրշեջ փրկարարական մեքենաներ, որոնք ավելի արդյունավետ կկարողանան սպասարկել մեր ծառայողներին եւ մյուս կողմից նաեւ քաղաքաշինական ստանդարտները որոշակի առումներով պիտի փոփոխվեն, որովհետեւ բազմաթիվ են նաեւ հանրապետությունում այնպիսի շենքերը, որտեղ որ մուտք ուղակի փրկարար ծառայության մեքենան չի կարողանում գործել, ուր մնաց թե իրականացնի իր արժեվ դրված խնդիրը ողջ ծավալով։ Իսկ ինչ վերաբերում է ավտոբուսային պարկին, ես ասեմ, որ նոր գնում ավտոբուսների մասով չենք իրականացրել, պարոն Մանուկյան, ունենք պետական գույքի կառավարման կոմիտեի հետ որոշակի քննարկումներ եւ ըստ այդմ պետգույքում արկա որոշակի թարմ ավտոբուսային պարկի մասեր կհատկացվեն ներքին գործերի նախարարությանը, որովհետեւ մենք կարողանանք մեր ծառայություններն իրականացնենք, այս պայդրությամբ դրա թիվը կլինի 12-ը։ Դի նախարար ռազմավարության քննարկման ժամանակ, եթե հիշում եք, ես առաջարկեցի, որպեսզի արտակարգ իրավիճակների մեր համակարգը ունենան նաև ուղղաթիռներ եւ ինչու՞ չէ նաև մի փոքր սուզանավ։ Դա ընդունված է, նման ծառայությունները որ ունենան, վերջը Սևանի ազգային պարկ ունեն եւ ուղղաթիռները խիստ անհրաժեշտ են լինելու քաղաքի հետ ծանրաբեռնության շրջանակում, դա իրականություն դարձնել առավելիսի որ պաշտպանության նախարարությունը փոխել ուղղաթիռների չօգտագործվող պարկ ունի։ Դուք ինչ եք կարծում, սա չարժի իրականություն դարձնել։ Ես շարունակությունը պարոն Մանուկյանի ասած։ Պարոն Քոսյան, միանշանակ այն նյութատեխնիկական բազան, որը որ պիտի ունենա փրկարար ծառայությունը, պիտի ունենա, սկսենք հրշեջ փրկարարական մեքենաների գույքի թարմացումից, հետո կհասնենք դեպի ուղղաթիռները։ Բնակարությունը, այսինքն նախկինում Ճապոնիան մեզ լավ օգնում էր, հիմա ինչքան հասկացա, ոնց որ դանդաղել է։ Չեղավ, պարոն Մանուկյան, սու 30 մեզ դեռ պետք է լինելու։ Ագնեսա Խամոյան, խնդրեմ։